Պարոն Մելիքյան, այսօր ձեր կենսակերպը առողջ է, ակտիվ է, դուք 82-ում մտքի պայծառություն ունեք, ֆիզիկապես ոնց որ չեք խեղճանում։ Այո, շատ լավ եմ զգում ինձ, երկրորդը շատ հաճույքով գնում եմ այդ սպորտաձևը, եւ ասեցի ինչի մորգը, երևի կիսատ մնաց շեղվան բանից։ Ես այդ գյուղ գնացի, որ այդ սպորտով պարապենք։ Ես իմ ունակությունները ցույց տամ, բայց գնալով որ այդ մագույկները վերջացան, ջարդվեցին, հենց էլ մնացին, բայց այդ պայմաններում էլ եմ ասում, աշխարհի առաջնության մասնակցեցին, Հայաստանի չեմպիոն եմ տվել, բայց էլի այդ բաների համար թքին գնացին, էլի լոդկա չկա, էս չկա, այն չկա, էլի։ Հիմա էլի նոր երեխեք ենք հավաքում ու ասում եմ, հույսս չեմ կտրել, որ մի օր ես կարող եմ իմ ունակությունները ցույց տալ այդ սպորտաձևում։ Դուք ձեզ քանի տարեկան եք զգում, 82 թե ավելի երիտասարդ։ Հիմա։ Հա, տարիքը ոնց եք զգում ձեր։ Շատ արույգ, շատ լավ, ամեն ինչով 43 թվականից ծնված եմ 1900։ Դու տարիքը դուք ոնց եք զգում ձեր։ Նորմալ։ Հենց 82 թե ավելի երիտասարդ։ Չէ, տեղեր կա երիտասարդ, տեղեր կա հենց այդքան։ Այդ որ տեղերն է, որ երիտասարդ եք զգում ու որտեղ որ տարիքին ասում են։ Սևանում մենք միասին, բոլորի հետ միասին ես իմ աշակերտները բարձրացանք Սար։ Հա, ես իրանցից հետ չմնացի, որտեվ իրանց մենակ չէի կարող թողել։ Դե արդեն են վազելա, ենթարենք էսա, այնա, այդ ուտել խմելու մեջ արդեն եսից բան եմ զգում, ծեր եմ զգում։ Խմելուց հեռու եմ, ծխելուց հեռու եմ։ Դետել Իսկ սնունդը արթնանալը, մարզվելը կա, թե չեք անմարժությունը։ Հա, ես ոնց քնեմ, բանա ժամը 6-ին ավելի մի քիչ շուտ արթնանում եմ, որոշ մարժություններ եմ անում։ Ես ունեմ բան, այնտեղ տիբետական վարժությունների խումբ, էլի։ Այդ եմ անում, դե հիմա էլ բանով է TikTok-ով, YouTube-ով այնքան բաներ են անում, մատերա, եսի մականջա բանա, որոշ բաներ դրանցից եմ օգտվում, անում եմ։ Քանի տարի եք անում այդ վարժությունները։ Այդ վարժությունները ճիշտ ասած վերջերս եմ անում, բայց հիմնականում զբաղվել եմ, տանը գիր ունեմ, բանում եմ, դրանցով միշտ զբաղվել եմ։ Մինչև ես բանից YouTube-ով էլի։ Իսկ դու ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ, 40 ինչ երկարակյաց։ Հա։ Դες միշտ 100 հասնես նոր էդի երկարակյաց կլինի։ Հիմա միջին տարիքում եք, կարելի էսպես ասել։ Այդ ձև էլի, որտեվ ես չէի հաշվի, որ ես երկարակյաց եմ հաշվում, 80-ը շատ է, էսա այնա։ Այն Աբխազիայում կա 100 տարեկանների երկիպարի խումբ։ Դրանց մի օր հարցնում էին, բա ոնց է որ էսքան կան, մեկն ասում է ես ես չեմ ուտում, մեկն ասում է չեմ խմում, մեկը չեմ ծխում, այն մեկն էլ լավ, նույնս լավ էլ դրբով մարդեր էլի, մոտ 90 անց էր արդեն։ Դա ասում է համ ուտում եմ, համ խմում եմ, համ ծխում եմ։ Պետք է պրոստը ասում է քեզ լավ զգաս ու վերջ ասում ոնց կլինի շաշլիկ չուտես, էս չանես, այն չանես։ Ու նույնս թռվարած որ երևի 16 տարեկանը չէր կարող անել։ Լավատեսությունն էլ կապ ունի երկարակեցության հարցում։ Հա իհարկե էլի, պետք է դու երբեք չպետք է քեզ ասես լավ չէ, մեզ եմ հիմնականում Հայաստանում ընդունված է, ոնց է դե լավ էլի յոլա են գնում։ Դա սխալ է։ Բայց պատասխանենք, Պարոն Մելիքյան։ Հիանալի եմ, լավ եմ։ Լավ եմ զգում։ Դա դե յոլա գնալը, լավ էլի, ապրում ենք էլի, էսենց Թումանյանը ասացի նման ամեն մեկնողին Երանի տալով, այդ չէ։ Ինչ պետք է բան անես հիմա։ Կյանքը տված է վայելելու համար գնահատելու։ Այո, պետք է վայելես, չմտածես որ հավաքես, էս անես, այն անես, էլի հարստություն։ Հիմա որ վերցնենք մարզիչների մեջ ամենաաղքատ մարզիչը ես եմ, բայց ես չեմ բողոքում։ Մեր տնից որ ընդ գնում եմ պարապելու, մոտավորապես 15 կիլոմետր է։ 15 գնալ, 15 գալ, ամառվա ընթացքում համարյա ամեն օր են գնում։ Դες մոտ 110,000 ռոճիկա, բայց մաքուր 107,000 ստանում ենք, ես չեմ բողոքում, չեմ ասում ինձ ավելացրեք։ Դրա կեսը գնում է ճանապարհի վրա, այդ երեխեքի վրա, կեսը։ Դե նստում, փչացնում են էսեն անում։ Երեխեքին դուք եք տանում։ Հա, տանում բերում եմ, էլի հա։ Դե կան դեսել են գալի, բայց հիմնականում ճանապարհում այդ հաղորդումը որ եղել էր, կողքից նստել են, էլի որ ճամփեն քանյոկի մարդ հավաքեցինք։ Այդ Ժիգուլի մեջ մի 7-8 հոգի մարդ լսվավ։ Մի հոգի էլ էր նկարողը։ Հա։ Ասում եմ ես հաճույքով գնում եմ ու երբեք
փողից չեն բողոքում, որ տվեք էս արեք են արեք։ Բարմելիքյան իսկ փորձել եք հովանավորներ գտնել, մարդիկ, որոնք որ հետաքրքրված են սպորտաձևում, թեկուզ դրսում, թեկուզ Օրինակ Թուրքից։ տեսեք այդ 100 մարդ կարդաց այդ մինչև Ամերիկայում են կարդացել։ Այս հիմա որ մեր տանեն այդ հյուրերը, իրանք են կարդացել այնտեղ։ Հա բայց ոչ մի եթե լիներ եսին ֆուտբոլ, են գային շատերը, բայց շատերը չեն իմանում էս սպորտաձևը։ Հիմա մեզ այդ հովանավորները պետք էս ընկերս որ եկավ, հագին բան մայկատրուսիկեր ուղարկել, այդ կանխիկ գումար տվեց այդ 12 օր գնացինք, այդ ժամանակ առաջի տեղ բռնեցին, մի հատ աղջիկ, մեկ էլ մի հատ տղա։ Այսինքն եթե լինում է հովանավորչություն, լինում է օգնություն, աջակցություն, հա իհարկե դա շատ դրական կլինի, շատ լավ կլինի, բայց մինչև այդ հովանավորությունը ենթարենք, սա էլ եմ ասում, Վրաստանի լոդկաները շատ էժան են, $700 դա մեծ գումար չի։ Կարան դրանցից բերեն բաժանեն։ Արմենիքյան ձերջանի կլինելու համար ինչ է հարկավոր։ Ձեր բոլոր աշակերտները մեկական մարզվողները մեկական տավակ ունենան եւ այդ ամբողջ ոչ, բոլոր մարզիչները, բոլոր մասնակիցները չէ։ Մի 10 հատ լինի այդ ամեն մեկից։ Ես կլինեմ շատ երջանիկ։ Ավելի աշխուժ կլինեմ, ավելի ոգևորությամբ կգնամ, գործի կգամ։ Երեխեքն էլ կուրախանան։ Հա, երեխեքը կուրախանան, իհարկե։ Հիմա գիտեք ինչ է, այդ երեխեն որ նոր է, հլա չի հասկանում ինչ է։ Գալիս ինչ տալիս ես, փայտել տաս կնստի քշի։ Բայց որ մի անգամ մրցումներին գալի տեն ման սիրուն լոդկե քնդե բան, հիասթափում է։ Իմ մոտ գիտեք քանի երեխա տես թողեցին։ Անկամ թիակի համար թողել են։ Մենք թիակի համար նույնիսկ Ծառուկյանին դիմեցինք։ Նամակ գրեցին, բա խնդրում ենք մեր հաշվին, դե դու կարող եք ենթարենք միտեղ զանգել, ասեն ուղարկեք, մենք փողը կտանք, էլի։ Դե ինձ բարձա չէր պատասխանի։ Այդ թիակների համար ես ինչքան լավ երեխեք եմ կորցրել։ Այս վերջում Լիոնայգում վրացիներ եկան, մի շատ լավ երեխա ունեի։ Այն ժամանակ 11 տարեկան էր։ Ուրեմն բաներին ինքը մի քանի անգամ առաջի տեղեր եկե Հայաստանում, որ վրացիներն եկան լավ լոդկիկով, իրան գրեցին։ Ինքը մենակ վրացիներ են գրով։ Դուրս եկավ, ասեց ընկեր Վահան, ես էլ չեմ գալի պարապելու։ Այդ գյուղում կա ըմբշամարտի շատ լավ դպրոց։ Այդ ապակա գյուղում։ Ասեց ես գնում եմ Բարբի։ Բասի ափսոս չես կան թողում ես, չասեց, ես դե մնամ որ ինչ լոդկա են տալու, ոչ թիակ են տալու։ Ասեց ես ընդ ծակ տրուսիկով կարամ աշխարհի չեմպիոն դառնամ, բայց դե առանց լոդկեսկի տեղ չեմ հարկավոր։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, որ եկաք, որ ինքը մի քիչ խնդրահարույց հաղորդում եղավ, բայց կարևոր դուք եք լավատես, կարևոր դուք եք ձեր ուժերին հավատում, որ կարող եք անգամ այս տարիքում, եթե լինեն պայմաններ, հնարավորություններ, սերունդներին ուղղորդել դեպի թիավարություն։ Ինչեմ հույսս չեմ կդրում, ասում հույսը վերջում է չեմ անում։ Հիմա եթե գուցե կլինի կստանան, որ ապահովեն, հետո սա այնցա որ պետք է մի քանի տեղ լինի, էլի, մի տեղով չես գա։ Սպորտում ընդհանրապես մասսն է արդյունք տալի։ Եթե վերցնես երկու երեխա, մի երեխա, դրանց ամեն պայմաններ ստեղծես, դրա մեջ այդ էներգիան չի լինի։ Կարող է ոչ մի բան դուրս չգա։ Դե գաղափարին հավատացողները լինել, մասսայական լինի։ Այո, մասսայական